Բոլոր օրինական ճանապարհներն օգտագործվելու են առաջիկա կիրակի հոկտեմբերի 26-ին Հովանավանքում հոգևոր աղոթական կյանքը վերականգնելու եւ եկեղեցում ծառայող օրինավոր քահանայի կողմից սուրբ պատարագ մատուցելու համար։ Այս մասին հայտնում է Մայրաթորի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։ Հովանավանքի կարգալույց հռչակված քահանա Տեր Արամը նախորդին հրաժարվեց դուրս գալ Հովանավանքից ասելով. «Կարգալույց եղած կաթողիկոսը ինձ չի կարող կարգալույց անել»։ Տեր Արամը աշխարհիկ անունով Ստեփան Ասատրյանը հայտարարել էր, որ պատրաստվում է կիրակի մեծ պատարագի, չի ընդունում կարգապահական որոշումը, սատարում է Փաշինյանի հակակաթողիկոսական արշավին։ Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մոտ պասային հիվանդություն է ախտորոշվել գլխուղեղի անևրիզմա։ Սա արյունատար անոթի պատի լայնացում է, որը կարող է հանգեցնել արյունազեղման լուրջ բարդությունների եւ նույնիսկ մահվան։ Անևրիզմը պատահաբար հայտնաբերվել է սովորական բժշկական հետազոտության ժամանակ։ Բժիշկները նշել են, որ անոթների նման փոփոխությունները հաճախ առաջանում են ուժեղուսական ստրեսի ֆոնին։ 45-ամյա աստղը պատմել է, որ իմանալով հետազոտության արդյունքները չի կարողացել զսպել արդյունքները։ Նա իր վիճակը կապել է 3 տարի առաջ Քայնե Ուեսթի հետ ամուսնալուծության հետևանքով առաջացած մեծ ստրեսի հետ։ Չնայած բաժանմանը ամուսինները շարունակում են կապը պահպանել հանուն երեխաների։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Կրեմլի հաղորդմամբ երկու առաջնորդները քննարկել են առևտրատնտեսական կապերը խորացնելու հնարավորությունները, մասնավորապես էներգետիկ, տրանսպորտային եւ լոգիստիկ համատեղ նախագծեր իրականացնելու ցանկությունը։ Պաշտոնական Մոսկվան նշում է, որ երկու երկրների ղեկավարները զրույցը հոկտեմբերի 9-ին Դուշանբեում ապագա գաղտնաժողովի տեղի ունեցած քննարկման շարունակությունն են համարել։ Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում ժամը 12:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Շանգրիլա խաղատան դիմաց բախվել են Hyundai Sonata եւ Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջին օգնություն են հասել եւ ցուցաբերել քաղաքացիները եւ ոստիկանները, տեղափոխվել են Աբովյան բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊՑ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ նախաձեռնվել է քրեական բարույթ, որտեղ էլ պարզվում է ոլորտների եւ վիրավորների ինքնությունը։